Առաքինությունը մարդու կյանքում գոյաբանական հարց է։ Եվ ընդհանրապես, թե ով է մարդը կամ ինչ է մարդը, բոլոր ժամանակների մտածողները, փիլիսոփաները, մտավորականները այդ հարցը տվել են։ Քրիստոնեության մեջ եւս այդ հարցը հաճախ հնչում է, թե ով է մարդը, ինչպես կարող ենք սահմանել։ Եվ մենք մեր հավատքի դրույթների մեջ բազմաթիվ դոգմաներ ունենք Աստծուն վերաբերող։ Մեր հավատո հանգանակը ամբողջությամբ այն մասին է, թե ով է Աստված։ Բայց մենք քրիստոնեության մեջ չունենք ոչ մի դոգմա, թե ով է մարդը։ Բայց Աստվածաշնչի առաջին իսկ էջերից, երբ որ մենք բացում ենք Ծննդոց գիրքը, ասվում է, որ մարդը Աստծո պատկերն է։ Բայց այստեղ եւս կա նրբություն, Ծննդոց գրքի 26-րդ համարում Աստված ասաց. մարդ ստեղծենք մեր պատկերով եւ նմանությամբ։ 27-րդ համարում առաջին գլխի ասում է եւ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Նմանության մասին չի ասում Ծննդոց գիրքը եւ մեկնիչներ եկեղեցու սուրբ հայրերը ասում են, որ մարդը ստեղծվել է որպես Աստծո պատկեր, բայց նմանությունը Աստծուն մարդը պիտի ձեռք բերի առաքինության միջոցով։ Այսինքն ճանաչելով Աստծուն, Աստծո հատկանիշները, որակները, ինչպիսին է Աստված, այդ ամբողջը կրկնօրինակելով մարդկային կյանքի իրականության մեջ։ Եվ դա կոչվել է, հասկացվել է որպես առաքինություն։ Եվ Արիստոտելի մոտ ձևակերպեց ուսմունք առաքինությունների մասին, որը այդպես զարգացավ եւ տարածվեց նաեւ քրիստոնեության մեջ մեր եկեղեցու սուրբ հայրերը առանձնացնելով հիմնական 4 առաքինությունները, որոնք են խոհեմություն կամ ողջախոհություն, քաջություն, ճշմարտախոսություն եւ արդարություն, դրան ավելացնում են արդեն հոգեվոր առաքինությունները, որոնք հավատքը, հույսը, սերը, եւ այդպիսով ցանկը հաճախ ընդարձակվում էր ընդհուպ մինչև հարյուրավոր որակների, երբ որ արդեն վանքերում Հովհաննես Դամասկացին ցանկ ունի առաքինությունների, որոնք մոտ 130 են։ Արդարության գաղափարը ամբողջ Աստվածաշնչով անցնում է կարմիր գծի պես։ Ծննդոց գրքից մինչև հայտնության գիրքը խոսվում է Աստծո արդարության մասին եւ մարդու արդարացման մասին։ Մարդը ապրում է մի իրականության մեջ, որտեղ որ տիրում է անարդարությունը։ Մարդու միջավայրը չի ներշնչում իրան արդարություն, դրա հետ զուգահեռ կա աստվածային իրականություն, Աստծո ներկայությունը, Աստծո խոսքը, Աստծո կամքը, որը արդարություն է։ Եվ Սուրբ Գիրքը բաժանում է մարդկային կյանքի իրականությունը երկու աշխարհների։ Մի կողմից կա Աստծո ստեղծագործությունը, աշխարհը, որտեղ որ ամեն ինչ շարժվում է Աստծո կամքի համաձայն։ Բոլոր բջիջները, բոլոր կենդանիները, երկնային էակները, մոլորակները, գալակտիկաները, այդ ամբողջը ներդաշնակության մեջ է եւ հին հույները դա կոչվում են կոսմոս։ Այդ բառը, որ մենք թարգմանել ենք աշխարհ։ Կոսմոս բառը նշանակում է դասավորություն, կարգ։ Եվ դրա զուգահեռ կա մարդկային այդ դասավորությունը, որը եւս կոչվում է նույն կոսմոս բառով, այսինքն կարգ, որը մարդկային կարգն է։ Եվ Հովհաննես առաքյալը ասում է, որ որդիակների մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն ինչ որ կա աշխարհի մեջ, որովհետեւ այս աշխարհին բնորոշ է մարդու մեծամտությունը, հպարտությունը, ցանկասիրությունը եւ այս աշխարհի պատրանքը։ Եվ այս երկու աշխարհներին տարբերող հատկությունը արդարությունն է, այսինքն այն ինչ որ Աստված իր կամքով դասավորել է, դասակարգել է արարչագործության մեջ եւ մարդու կյանքում, դա այն միայն ճանապարհն է, որով մարդը կարող է հասնել երջանկության։ Աստծո արդարությունը բացարձակ է եւ անփոփոխելի։ Մարդկային արդարությունը Եսայի մարգարեն ասում է, որ ձեր արդարությունը նմանվել է կեղտոտ հագուստների։
Այսինքն որը պիտի կարող ես փոխես։ Մարդը մի բան է սահմանում որպես ճշմարտություն կամ արդարություն։ Հարմարվում է պայմանների, հագուստը կեղտոտ փոխում է, ուրիշ բան է հագնում, նորից կեղտոտվում է, ուրիշ բան է հագնում։ Աստվածային արդարությունը էգզիստենցիալ երևույթ է, այսինքն մարդու կյանքի կորիզն է, որը հնարավոր չի որ փոփոխվի։ Եթե Աստծո մոտ այոնը ոչ, ինչպես եւ պիտի լինի մարդու պարագայում։ Եվ դա բացատրելու համար է, որ Քրիստոս սկսեց իր քարոզչությունը։ Երբ որ մենք ուշադիր նայում ենք Տիրոջ քարոզչությանը, որի կորիզը լեռան քարոզն է, այստեղ տեսնում ենք, որ ամենահաճախ հանդիպող բառն է արդարություն։ Սկսած Երանիներով, Երանի նրանց, ովքեր քաղցն ու ծարավ ունեն արդարության, որտեղ իրենք կհագենան, ապա ասում է նույն Երանիների շարքում միակ առաքինությունը, որ կրկնվում է։ Իրանի նրանց, ովքեր հալածվում են արդարության համար, դա նրանցն է Աստծո արքայությունը։ Ապա շարունակելով խոսք ասում է, բայց դուք փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը։ Փարիսեցիների նույն քարոզի մեջ ասում է, որ դուք ձեր արդարությունը մարդկանց առաջ մի արեք։ Այսինքն դա շատ մեծ շեշտադրում է Քրիստոս ոչ մի գաղափար այնքան չի խտացրել իր քարոզչության մեջ, ցույց տալու համար, որ նա բերեց մարդուն կորցրած արդարությունը։ Արդարությունը այն եզակի առաքինություններից է, որ ուղղակիորեն կապված է հասարակական կյանքի հետ։ Ոչ միայն մարդու անհատական փրկagorցությունն է, այլ նաև հասարակական կյանքի հիմնասյունն է։ Առանց արդարության ոչ մի հասարակություն չի կարող ապրել։ Բայց ոչ թե այն արդարության, որ մի քանի մարդ որոշում եւ սահմանում է, այլ այն արդարության, որ Աստված իր խոսքի միջոցով, իր եկեղեցու միջոցով հայտնում է իր ժողովրդին։ Եվ այստեղ արդեն մի այլ տեսանկյունից ենք մենք նայում արդարություն։ Մենք գրեթե բոլոր երկրներում կան արդարության կամ արդարադատության մարմիններ, նախարարություն, այսինքն լատիներեն justice բառն է, որից գալիս է այդ justice-ը, դրա բոլոր երկրներում այդ արդարադատության նախարարության գաղափարները։ Այսինքն հասարակությունը ունի մի մարմին, որը գործում է ինչ-որ արդարություն հաստատելու համար, եթե այդ արդարությունը մարդը կամ այդ մարմինը փորձում է անարդար կերպով հաստատել, դա չի աշխատում։ Եթե փորձում է հաստատել ոչ աստվածային կամքի շրջանակներում, դա չի աշխատում։ Դրանից ծնվում են մարդկանց ողբերգությունները, տարբերությունը զգալի մարդկանց մեջ, այսինքն սոցիալական խնդիրները, ստեղից ծնվում են ժամանակակից բոլոր աղետները, մինչև բնապահպանական խնդիրներ, մինչև իրավունքների պաշտպանություն, երեխաների, գրեթե բոլոր խոցելի հատվածները գալիս են այն կարևոր կետից, որ արդարությունը չի հաստատվել։ Նույնիսկ Պլատոնը գրում էր, որ եթե մարդիկ ուզում են կառուցել պետություն, դրա առաջնային գաղափարը պիտի լինի ըստ առաքինության մարդկանց հավասարություն։ Ոչ թե ըստ իրենց հասարակական կարգերի, ոչ թե ըստ ծագման, այլ միակ չափանիշը, որով կարելի է մարդուն բնորոշել, դա առաքինությունն է։ Եվ Սուրբ Գիրքը համահունչ է դրան, եւ այսօր մենք եւս կանգնած ենք մի իրականության առջև, որտեղ որ Քրիստոսի բերած արդարությունը մարդկանց համար մեծ կասկածի տակ է դրվում։ Մեր պատարագի խորհրդի մեջ պատարագիչ քահանան աղոթքով դիմում է Տիրոջը, ասում է, որ արդարն եւ անարատն գտիչ են ամենայնի, որ վասն մեղած մերոց մատնեցավ եւ հարյավ վասն ըզմես արդարացուցանելով։ Այսինքն Աստծուն դիմելով, որ Քրիստոսը արդար է եւ անարատ է, մեր մեղքերի համար մահացավ եւ հարություն առավ, որպեսզի մեզ արդարացնի։ Այս աղոթքից մեկնարկում է պատարագի խորհուրդը, որ մենք չենք արդարանում մեր սեփական արդարությամբ,
այլ Քրիստոսի հարությամբ մարդը արդարանում է, վերականգնվում է հարաբերությունը մարդու եւ մարդու միջև, հաստատվում է աստվածային կամքը եւ աստվածային սիրո խորհուրդը։ Եվ այստեղից եկեղեցին արդեն այդ ճշմարտությունը եւ արդարությունը տարածում է։ Պողոս առաքյալը ասում է, որ եկեղեցին սյունն է եւ հաստատությունը ճշմարտության։ Եվ այդ արդարությունը հենց բխում է եկեղեցու քարոզչությունից եւ մարդու այդպես ասած բարոյական չափանիշները բոլոր ժամանակներում քրիստոնեության պատմության մեջ այդ կարևորագույն հարցերը կարգավորել է եկեղեցու խորհուրդը։ Այսինքն որպեսզի մարդը չշեղվի իր չափանիշների մեջ, այսինքն եթե մենք փորձում ենք ինչ-որ բան հասկանալ, պետք է համեմատենք, դնենք համեմատության մեջ։ Եվ դրա հիմնակարը եկեղեցու վարդապետությունն է։ Եկեղեցու առաքելությունը եւ իր քարոզչությունը հիմք է հանդիսացել ժամանակակից քաղաքակրթության գրեթե բոլոր ոլորտների։ Մեր, այսինքն գոնե արևմտյան քաղաքակրթության մասին, իսկ Եվրոպայի, Ամերիկայի, մեր տարածաշրջանի արդարադատության գաղափարը, մարդու իրավունքների պաշտպանությունը դուրս է եկել եկեղեցու քարոզչությունից։ Երեխաների պաշտպանությունը, հավասարությունը, իրավունքների տղամարդկանց եւ կանանց եւ այլն եւ այլն, այդ ամբողջը դուրս է եկել եկեղեցու քարոզչությունից։ Սոցիալական ծառայությունը որպես այդպեսին ծնվել եկեղեցու մեջ դուրս է եկել։ Կրթական համակարգը, բժշկական համակարգը, այդ ամբողջը մաս է կազմել եկեղեցու քարոզչության, դա պատմական փաստ է եւ այլ ոլորտներ։ Եվ այստեղից ստեղծվել է քաղաքակրթություն, որը հնարավորություն է տալիս մարդուն գոյատևելու եւ չկործանվելու։ Եվ արդարության հիմնասյունը Տիրոջ քարոզչությունը, որը եկեղեցու միջոցով տարածվում է, որը մտնում է հասարակական կյանք, մարդու աշխատանքի մեջ, մարդու փոխհարաբերությունների մեջ, մարդու մեղքի եւ պատժի գաղափարի մեջ, այդ ամբողջը բխում է քրիստոնեությունից, մեր հավատքից։ Եթե մենք հեռանում ենք հավատքից, եթե մենք փորձում ենք ուղղակի օգտվել քրիստոնեության ձեռքբերումներով, բայց քրիստոնեությունը մի կողմ դնել, եթե մենք փորձում ենք եկեղեցու տարածված արդարությունը օգտագործել հասարակական շահի համար, բայց եկեղեցին անտեսել է եկեղեցու խորհուրդը, այս ճանապարհը եւս վտանգավոր է եւ այս ճանապարհը տանում է մարդուն դեպի իր արդարության ստեղծում, դեպի աղճատում։ Այդ իսկ պատճառով մենք միշտ ունեցել ենք որոշակի զուգահեռ ճանապարհ եկեղեցու քարոզչություն եւ հասարակական կյանք։ Եկեղեցին միշտ իր սահմանումներով, կանոններով փորձել է մարդու կյանքը դարձնել Աստծո արդարության համահունչ։ Միջնադարյան կանոնները, երբ որ կարդում ենք, որոնք վերաբերում են մարդկանց կյանքի, դրանց նպատակը հենց մեկ է, որպեսզի մարդը գիտակցի մեղքը եւ ապաշխարության միջոցով ուղղվի։ Եթե այդ խնդիրը չկա, եթե չի դրվում, մեղքը շարունակվում է, մարդը գործում է մեղք։ Եթե պատասխանատվություն չկա եւ մեղքից դուրս գալու մեխանիզմ չկա, այստեղ հասարակությունը կործանվում է։ Եվ եկեղեցին մշտապես տալիս է այդ հնարավորությունը։ Նախ եւ առաջ սահմանում է արդարության գաղափարը, սահմանում է թե ինչն է ճիշտ եւ ինչն է սխալ մարդու կյանքի համար։ Եվ դա հնարավորություն է տալիս մարդուն ճանաչելու մեղքը, եւ երկրորդ եկեղեցին կարող է տալ այն ինչ որ ոչ մի կազմակերպություն կամ ոչ մի հաստատություն չի կարող տալ, դա մեղքից դուրս գալու հնարավորություն է։ Տեսեք, մեր արդարադատության համակարգը որպես այդպեսին մեկ բանով է զբաղվում, որպես այդպեսին սահմանելու պատիժ։ Այսինքն մարդը մեղք է գործել, ինչ որ մի սխալ է արել, արդարադատության համակարգը սահմանում է, թե ինչքան ժամանակ նա պետք է կրի իր պատիժը։ Բայց մարդու կյանքի որակական փոփոխություն չի նախատեսվում նույնիսկ, այսինքն այդ համակարգը չի ասում, թե այդ մեղքից մարդուն ոնց կարելի է դուրս բերել։ Ինչու մարդը գործեց սպանություն օրինակ, կամ ինչու գործեց այս կամ այն հանցանքը։ Խնդիր կա իր մեջ։ Եվ եկեղեցին տանում է մարդուն այդ խնդրից դուրս գալու ճանապարհով։ Արդարություն հաստատել վերականգնելով մարդու եւ Աստծո փոխհարաբերությունը։ Եկեղեցին մարդուն եւ հուշում է եւ թելադրում է դուրս գալու
մեղքի իրականությունից, դուրս գալու այս աշխարհի պատրանքից եւ պարզությամբ, անկեղծությամբ, ճշմարտությամբ հետևելու իր մարդկային կոչմանը։ Եվ այստեղ բավականին մեծ տարբերություն կա եւ կարծում եմ, որ դրա լուծումը միայն այն է, երբ որ եկեղեցու քարոզված արդարությունը տեղ գտնի մարդկանց ընկալման մեջ։ Այսինքն այսօրվա մարդը չունի գիտակցում, խորը գիտակցում մեղքի հետևանքի։ Այսօր կարելի է մարդուն զրպարտել, կարելի է գործել ծանր մահացու մեղքեր, որոնք պատժելի չեն ուժային կառույցների կամ արդարադատության համակարգի կողմից։ Կան մեղքեր, որոնք պատժելի են, կան մեղքեր, որոնք պատժելի չեն եւ նույնիսկ խրախուսելի են։ Բաներ կան, որոնք մեր սահմանադրությունը մարդուն չի արգելում, բայց որոնք կործանում են մարդու հոգին։ Ինչպիսին է ստի մեջ մարդու գոյատևումը, նենգափոխումը արժեքների, դավաճանությունը, լինի դա ընտանեկան, լինի դա միջանձնային հարաբերությունների, լինի ավելի մեծ մասշտաբներով, եւ բազմաթիվ մեղքեր եւ հանցանքներ, որոնք Աստծո արդարությունը դուրս է հանում մարդկային իրականությունից, բայց ոչ մի հաստատություն դրա դեմ չի կարող պայքարել միայն եկեղեցին։ Եվ ոչ ոք չի կարող դուրս գալու ճանապարհը ցույց տալ բաց եկեղեցուց, որտեղ Քրիստոս տվեց հստակ իշխանություն առաքյալներին արձակելու մեղքերը։ Դա ինչի համար է տրվել, որպեսզի հաստատվի աստվածային արդարությունը, որպեսզի այդ հիվանդությունը դուրս բերվի։ Մարդը խնդիր ունի, մարդը ցավ է ապրում այդ մեղքից։ Մարդը հիվանդ է մեղքով։ Քրիստոս եկավ այդ մարդուն բուժելու, հարություն արա, որպեսզի արդարացնի մարդուն, դարձնի իրեն ավելի լիարժեք։ Բայց այստեղ տեսնում ենք, որ առանց մարդու կամքի դրսևորման դա չի հաստատվում։ Բայց այդ ցավը չի անցնում։ Մարդը փորձում է ինքներին խաբել։ Մարդու մեջ դատարկություն է ծնվում։ Մեծ խորը դատարկություն նրանից, որ իր մեջ չկա աստվածային արդարությունը։ Նա փորձում է այդ դատարկությունը լցնել աշխարհիկ տարբեր տեսակի զվարճանքներով, հարստությամբ, կեղծ փառքով, ստեղծելով իր համար ինչ-որ մի փուչիկ, որի մեջ ապրում է, բայց այդ դատարկությունը տակավին մարդու մեջ մնում է։ Դա կարող է լցնել միմիայն Աստծո ներկայություն եւ Աստծո արդարության մեջ կյանքը։ Եվ Աստծո արդարության հաստատումը անխուսափելի է։ Եվ վերադառնալով այն հարցին, թե ով է մարդը, մենք գալիս ենք այն ընկալման, որ մարդը ճանապարհին է, մարդը ճանապարհորդն է դեպի աստվածային նմանություն ձեռք բերելու մեծ խորհուրդը։ Եվ դրա առանցքային քայլը մարդու արդարությունն է, որպես մասնիկ աստվածային արդարության այս աշխարհում։ Եվ դա արտահայտվում է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքով։ Քրիստոս ասում է, որ մենք լույսն ենք եւ աղն ենք այս աշխարհի, այսինքն մենք այն մասնիկներն ենք լույսի, որ այս խավար աշխարհում փորձում ենք փոխել իրականությունը։ Արդարության, որը ոչ թե խոսքով է, այլ որը ապրված կյանքով է, որը գործում է, որը խոսում է մեր արարքների միջոցով։ Մենք Աստծո արդարության ավետարանի բաց էջն ենք, որը մարդը կարող է ընթերցել տեսնելով մեր կյանքը։ Կարող է ընթերցել այնտեղ Քրիստոսի պատմությունը, Քրիստոսի մահը եւ հարությունը, Քրիստոսի բոլոր հրաշքները շատ հաճախ միայն մեր կյանքի միջոցով, որը արդար է։ Եվ Քրիստոսի խոսքը առայն, որ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը եւ այդ ամբողջը կտրվի ձեզ, այդ խոսքը արդիական է յուրաքանչյուր մարդու համար։ Արդիական է մեր հասարակության համար։ Այսօրվա հայը փնտրում է ամեն ինչ բացի Աստծո արդարության եւ իր արքայության։ Եվ դա հեթանոսական ճանապարհ է։ Ինչ ուտել, ինչ խմել, ինչ հագնել, այդ ամբողջը մարդու բնական կարիքներն են, որոնք Աստված արդեն իսկ հոգում է, երբ որ մարդը իր սիրտը բացում է
Աստծո արդարությունը ընդունելու համար եւ դրան համահունչ կյանք ունենալու համար։ Եվ այդ կյանքը մարդու երջանկության գրավականն է, որտեղ որ կա Աստված, իր խոսքը, իր կամքը եւ իր սերը։